Եթե Սերժ Սարգսյանը ուզում է ժողովրդավարական գործիքակազմից օգտվել, հանրապետության հրապարակը 60-ից 70%-ով լցնել, 70-ից 80, 90, դե ինչքան ուզեն այնքան խփեն այտենց լցնեն, ոչ մի խնդիր, կարա փորձի։ Բայց եթե հաշվի առնենք Սերժ Սարգսյանի քաղաքական անցյալը, գիտեք, լրջակույն հարցեր կա, որ բարձրաձայն կարելի է տալ, մտածել դրա շուրջ։ Այո, օրինակ հոկտեմբերի 27-ին Սերժ Սարգսյանը ի պաշտոնե եղել է պաշտոնատար անձանց անվտանգության երաշխավորը եւ Հայաստանի Հանրապետությունում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցել ոճրագործություն, որի ժամանակ սպանվել ազգային ժողովի նախագահ, ազգային ժողովի падգամավորներ, վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Դրանից հետո Սերժ Սարգսյանը բազմաթիվ այդպես բարձր պաշտոններ ա զբաղեցրել։ Եվ ի վերջո 2008 թվականի թիվ 1 շահառուն ա եղել Սերժ Սարգսյանը մարտի 1-ի։ Կարող է ինչ-որ բանապլանավորվում հանրապետության ներսում, չգիտենք, Սերժ Սարգսյանը պիտի ասի։ Կարող է Սերժ Սարգսյանը մտածում է, որ էլ ինքը մերժված չի